Ձեր կարծիքով թանկացում կա, ապրանքները թանկացել են։ Թանկանում է։ Միսը, կարտոշկան, յուղը, որը կարում ենք ենք գնում, որը չենք կարում չենք գնում։ Իսկ 500 դրամով օրինակ ինչ կարող եք առնել։ Հացն առնում ենք օրվա։ Ես ինչ գիտեմ։ Պեսոկն էլ թանկ, ամեն ինչ էլ թանկ է։ Ուզում թանկալի, ուզում բանալի, տալիս եմ առնում։ 500 դրամով ինչ կարող եք առնել։ Դե ինձ ինչ պետք է լի, տալիս եմ առնել։ Գումարին չեք նայում։ Փողը ես խոսում չեմ ես բան, ահա փող ունեմ ահագին։ Պրոստը ինձ եթե պետք է ալում առնում եմ, բան չեմ անում։ Я не отсюда, не знаю. Այ բալով ագնում խանութ բռներուց խոսում են, թողում են խանութ գնանք որ իմանանք։ Ո՞ր որ գնանք։ Օրինակ 500 Սանիսյա։ Սանիսյանը։ Օրինակ 500 դրամով ինչ կարող առնեք։ Կես պաչկա բաբիրոս։ Որիկավ դամ ինչ կարս անես։ Երկու հատ հաց։ Որ ապրանքներն են օրինակ որ ձեր գրպանին խփել է, ինչ դա թանկացել։ Ամեն ինչն է թանկ է։ Որ ապրանքներն են թանկացել։ Դե ես խանութ չեմ գնում, բայց լսելով ասում են ամեն ինչն է թանկ է։ Էժան ինչ կա հիմի։ Ինչ ամեն օր ուտում ենք էլի։ Պամիդոր, վարունգ, եսին, պանիր, հաց, էլի։ Հա դե, այդ Միշտ էլ կա այդ թանկացումն է։ Որ նորի թանկացնում են։ Ամեն ինչն է թանկացնում են։ Ինչ է մի փոքր կանանչին 250 դրամ են ծախում։ Ինչ։ Թոշակներս ինչ է 50-60 հազար։ Դրանով ապրել կալի։ Իսկ 500 դրամով օրինակ ինչ կարող եք առնել։ 500 դրամով մի պապիրոս էլ չի հասնում, մի պաշկա սիգարետ չի հասնում դաժե։ դրամով 3 հատ հաց։ Այդքան բան 500 դրամով։ Հաց կա 170-ա, հաց կա 200 170-ը։ Տալիս էլ չեմ վաշողակները բարձրանա ինչ անի։ Օրինակ 500 դրամով հիմա ինչ կարող առնեք։ 500 դրամով ընտանիք մինոր իրանց հացի փողը առնում են ապրում են։ Դրան ինչ ավելանա։ Իշքան գնում եմ խանութ գալիս եվ խալտան չեմ լսել։ Արիդեսը թե չէ թանկանալու է։ Թանկացում սովորական է։ Մենք չի որ ամեն ինչ էլ թանկացել է, բացի աշխատավարձը։ Մնացածը նորմալ է։ Օրինակ 500 դրամով նախկինում եւ հիմա ինչ կարող եք ձեզ թույլ տալ, ինչ եք կարողանում գնել։ Որ ժամանակների մասին եք ասում, սովետի։ Չէ, այդ խորհրդային դա երբ որ արդեն դրամ էր։ 500-ով, եթե մի պաշկա սիգարետ էր առնում, հիմա արդեն 550 է։ Բա իհարկե թանկացել են։ Էժան բանա մնացել։ Ամեն ինչ։ Հատկապես որ ապրանքներն են թանկացել, որ դուք նկատում եք։ Մանավանդ սննդամթերք։ Շատ թանկացել է։ Որ մանավանդ թոշակառուների համար շատ թանկ է։ Շնորհակալ եմ։ 500 դրամով օրինակ ինչ կարող եք առնել հիմա։ Երկու հատ հաց։ Ուրիշ ոչ մի բան։ 500 դրամով առաջ ինչեր կարելի առնել, բայց մի երկու հատ հաց։ Այլ բաց ես կարող։ Այո, իհարկե թանկացել է։ Ամեն ինչը թանկ է։ Հատկապես որ ապրանք։ Ես ալյուր եմ շատ վերցնում, հաց եմ թխում թանկ է։ Ճաշեղենը նույնը թանկացել է, ամեն ինչ թանկ է ազիզ ջան։ Հիմա թոշակին ապրել կլինի, իհարկե չէ։ Քարտով էլ դե դա դժվար է քարտով։ Ուրիշ բանել ես առնում, մենակ քարտով կլինի, իհարկե չէ։ Կներեք։ 500 դրամով ինչ կարող եք առնել։ Ինչ ասեմ, մի երկու հատ հաց կամ մի 3 հատ, որը ես չեմ առնում, ինձ ձեռք չի տալի առնել։ Դուք հարցրեք, որ ապրանքի գնաճը չի իմ գրպանին կպել։ Սաղ էլ կպել է էլի։ Բռնած կանաչեղենից, մրգեղենից, սիգարետից, որ ես շատ եմ ծխում, չեմ կարում թարգեմ։ Բայց իմ թոշակը գնում է մենակ իմ սիգարետին, ուրիշ բան չեմ ասում։ Աշխատում եմ, որ
դժվար է շատ։ Ինչ պետք է անել այդ գնաճը կանխելու, ինչից է առաջանում այդ գնաճի, վերջո, այդպես որ գնա ուր Դա խուկար ճուղի չի երկարուղի անցնը, որ այդքան գնա։ Մինը մնուն տենալով թանկացնում են։ Մի տրանսպորտի օրինակ թանկանալու մա որ ժողովուրդը բողոքում են։ Գազը թանկացել է, պակրիշկեն թանկացել է, զապչաստը թանկացել է, ամեն ինչը թանկացել է, տաքսու գինը մնացել է նույնը։ Էլի ժողովուրդը բողոքում են, տաքսին թանկա։ Բայց այս 30 տարի է տաքսին նույն գինն է, բայց սաղ թանկացել է։ Բռնացրած ավտոյից, բռնացրած ամեն ուտելիքեղենից, ամեն ինչից։ 500 դրամով ինչ կարող եք առնել։ 500-ից աղելի բան եք ասում։ Դաժե մի սիգարետ չես կարող առնես, ամենայժան սիգարետը չես կարող առնես առանց ֆիլտր։ Ինչ ասեմ։ Մենք չեն թանկացել են, բոլոր ամեն ինչ։ Բանջարեղենը իր հերթին թանկացել է, դա կարևոր բան է։ Ամենակարևոր հարցը դա է, որ բանջարեղենը շատ թանկ է, ճաշացումները թանկ չեն էժանացել են, ձեթը էժանա, լավ է, նորմալ է գինը։ Կարակնա թանկացե յուղը, Իսկ ինչով է պայմանավորված այդ թանկացումը։ Ինչ իմանանք ինչով է պայմանավորված, ինչ իմանանք, այն ով նստում է իր խելքը ոնց կտրման են ցել անում աղջիկ ջան։ Օրինակ 500 դրամով ինչ կարող եք ձեզ տալ։ 500 դրամով 2 կիլոգրամ ճաշած դակարանք, վերմիշել մակարոնը 2 կիլոգրամ կամ 1 կիլոգրամ բրինձ։ Ասես չգիտեմ, բա ինչ են արել։ Օրինակ որ ապրանքների գներն են ձեր գրպանի։ Ես շատ գիտեմ, բալա ջան։ Ես 1000-ից մի անգամ հիվանդիս անեմ, չեմ կարող դուրս գամ։ Ոչ նպաստ եմ ստանում, ոչ մի բան չեմ ստանում, այ բալա։ Ինչից եմ խաբար, ոչ մի բանից խաբար չեմ։ Չէ, երակայ։ Այո, իհարկե թանկացել են։ Եվ որ ապրանքների գներն են ձեր գրպանին ազդել։ Բոլոր տեսակի ապրանքներն էլ սղել է, բոլոր ուտեստներն։ Սպանախ եմ արել, բանան, խնձոր, լոլիկ, վարունգ, բոլորն էլ թանկացել են։ Իսկ ինչով է դա պայմանավորված։ Ես եմ տնտեսագետներին պետք է հարցնենք, միշտ էլ պատճառաբանություն գտնում են ամենանդեպս։